Արևիկը բարի, տաղանդավոր, գեղեցիկ, բայց չափազանց ամաչկոտ աղջիկ է։ Նրան միշտ ասել են, որ նա լավն է, բայց ամեն ինչ սկսվում է այդ բայցից։ Երբ սկսեցին բայցերը շատանալ, Արևիկը գնալով սկսեց ամաչել ինքն իրենից։ Արևիկը սովորություն ունի քաղաքի փողոցներով քայլելու։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ են անցնում կողքով, բայց նա հազիվ է նայում նրանց աչքերին։ Նրա ժպիտը կարծես սովորություն լինի, ոչ թե իրական զգացում։ Երբ նրան ինչ-որ բան էին ասում ու ավելացնում էին բայց, Արևիկի ձեռքում սկսեցին հայտնվել փուչիկներ, որոնց վրա գրված են գեղեցիկ, ծույլ, խելացի, անպիտան եւ այլն։ Եվ սրանք պարզապես փուչիկներ չեն, այլ մարդկանց կարծիքներն են իր մասին, որոնք չէին թողնում, որ նա լիարժեք զգար իրեն։ Նա երբեմն նայում էր փուչիկներին ու հիշում, թե ով էր այդ բառերն ասել։ Դասընկերներ, հարևաններ, ծնողներ, դու խելացի ես, բայց… Արևիկը կանգնեց եւ նայեց անպետք գրած փուչիկին։ Նրան շատ ծանոթ ձայն լսվեց. Դու անպետք ես։ Նա սեղմեց թելերը։ Քայլերն ավելի ծանր դարձան։ Մարդիկ միշտ ժպտում էին իր կողքով անցնելիս, բայց նա չէր հավատում այդ ժպիտներին։ Նրան թվում էր, թե բոլորը ծաղրում են իրեն։ Արևիկը գլուխը կախ քայլում էր, փուչիկների թելերը ամուր սեղմելով։ Գլխում միաժամանակ լսվում էին հարյուրավոր ձայներ։ Մեկը գովում էր, մյուսը ծաղրում, մեկը անտեսում։ Նա չգիտեր, որ ձայնը լսի, որին հավատա։ Այգու անկյունում նստած էր մի անծանոթ իմաստուն պապիկ, հանգիստ ու խաղաղ։ Արևիկը դանդաղ մոտեցավ ու նստեց պապիկի կողքին։ Պապիկը նայեց նրան ու ժպտաց. Տեսնում եմ, որ շատ ծանր բեռ ես կրում, ցույց տալով փուչիկները, ասաց պապիկը։ Արևիկը զարմացավ ու հարցրեց. Դուք տեսնում եք փուչիկները, սրանք ուրիշների կարծիքներն են, ես չեմ կարողանում դրանցից ազատվել։ Դրանք միայն ձայներ են, նրանք գալիս ու գնում են, բայց դու ես ընտրել կապել դրանք քեզ հետ։ Բաց թող, փոքրիկս, ասաց պապիկը։ Եթե բաց թողնեմ, ինչ կլինի, կասկածով հարցրեց Արևիկը։ Լսվելու է քո իսկ ձայնը, իսկ դու երբևէ լսել ես այն։ Փակիր աչքերդ ու փորձիր լսել, ասաց պապիկը։ Արևիկը փակեց աչքերը։ Փուչիկների ձայները դեռ աղմկում էին նրա գլխում, բայց նա փորձեց անտեսել դրանք։ Առաջին անգամ իր ներսում լռություն փնտրեց ու հասկացավ, որ կարող է վերջապես բաց թողնել փուչիկները։ Եվ այդ լռության մեջ մեղմ, բայց հստակ հնչեց մի ձայն. Ես լավն եմ, առանց բայցերի։ Նա դանդաղ բաց թողեց առաջին փուչիկը, այն վեր բարձրացավ։ Ձայնը, որ նախկինում այնքան ուժեղ էր, պարզապես լռեց։ Արևիկը բաց թողեց մյուս փուչիկները եւս եւ այնքան խաղաղ զգաց իրեն, կարծես փոքրիկը մայրական գրկում, խաղաղ եւ պաշտպանված։ Ձայները փուչիկների հետ միասին թռչեցին օդ, այլևս չէին լսվում մարդկանց վատ կարծիքները։ Լսվում էր միայն Արևիկի ներքին ձայնը, որը մայրական քնքշանքով ասում էր. Դու հիասքանչ ես եւ արժանի ես լավագույնին։ Նա քայլեց տուն թեթևացած, իսկ վերևում փուչիկները դեռ լողում էին, բայց այլևս դրանք Արևիկին չէին անհանգստացնում։ Այս պատմության իմաստը։ Մենք միշտ կրում ենք ուրիշների կարծիքները, բայց ընտրությունը մերն է, պահել դրանք մեր ձեռքերում, թե բաց թողնել ու լսել ինքներս մեզ։ Պետք չէ տրվել վատ կարծիքներին, որոնք կազդեն մեր ինքնագնահատականի վրա, իսկ դրական կարծիքները թող լինեն մեզ ուժ, որպեսզի դառնանք մեր լավագույն տարբերակը։ Հատուկ ուշադրությունն ենք հրավիրում մեր փոքրիկների։ Սիրելի փոքրիկներ, դուք հեքիաթներում, մուլտերում, պատմվածքներում շատ կհանդիպեք, որ անծանոթների հետ հերոսները խոսում են, բայց իրական կյանքում չի կարելի խոսել անծանոթ մարդկանց հետ, եթե դուք մենակ եք լինում։ Դա շատ վտանգավոր է։ Շնորհակալություն փոքրիկներին ու մեծիկներին լսելու այս փոքրիկ, բայց խորիմաստ պատմությունը։ Սիրով, Արմանիմա Թիմ։